Ռադիոդետալներ, անսարք ժամացույցի մեխանիզմներ, քարեր։ Քանդակագործ նկարիչ Սարգիս Հովհաննիսյանը մանկուց է ստեղծագործում, թափոնից արվեստի գործեր ստեղծում։ 6 տարեկանից ինչ-որ բաներ եմ սարքել ռադիոդետալներից, օլովից ու ժամանակ առ ժամանակ եմ սարքել։ Տարվա մեջ ինչ-որ մի ժամանակ է լինում, որ պետք է սարքի։ Փոքր արձանիկներ, շատ փոքր զինվորներ, քարերից, Այդ ես շատ էի ուզում, այս ինչ-որ հիմա սարքել եմ, երազում էի ունենայի փոքր ժամանակ, որ խաղայի դրանց հետ։ Սարգիսը Փյունիկ զարգացման կենտրոնում արվեստասերին է ներկայացրել 3 տասնյակից ավելի քանդակ եւ մոտ 100 կտավ։ Արվեստագետն ընդգծում է, քանդակները չկրկնվող են, իսկ կտավները ներկայացրել են նույնությամբ, ինչպես եղել են արվեստանոցում։ Իմ ստեղծածն է, իմ որոշածն է, որ ինքը այդպես պետք է։ Այդպես է ստացվում։ Ես չունեմ ջնջած կտավ։ Մի անգամ նկարվում է ու վсё, ես չեմ ջնջում, իրա վրա ոչ մի բան չեմ փոփոխում, ինքը տենց պետք է լիներ։ Անիմաստ է, ես իրա վրա աշխատեմ այնքան, ոնց ես այդ եմ ուզում, էդի անում եմ, հետո ջնջեմ, ասեմ, չէ, էս եմ ուզում, չի լինում։ Սարգիսը ցուցահանդեսն անվանել է հնարավոր է դուքել, իր քանդակներից մեկի խորագիրն է։ Այդ քանդակում 3 անձնավորություն պարկած են իրար վրա, ու մեկի վրա հոգս է։ Հնարավոր է մենք էլ ենք այդ դրության մեջ, մեր վրա մարդիկ կան, որոնք մեր վրա հոգս են, հնարավոր է մենք ինչ-որ մեկի վրա ենք բեռ, մենք էլ, բայց այդ տեսարանի, այդ քանդակի մեջ հնարավոր է մենք էլ ու բոլորս էլ այդ դրության մեջ ենք, մենակ մարդն էլ դաժե ինքը իր վրա հոգս է։ Հեղինակն ասում է, իր աշխատանքներն ակադեմիական գեղանկարներ չեն, դրանցում ընդգծված էմոցիաներ կան, զայրույթ, բողոք, ուրախություն եւ այն ամենը, ինչ բնորոշ է մարդուն։ Հույս ունի արվեստասերի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա, քանի որ շատ թափոններ արվեստի գործեր դառնալու իրենց հերթին են սպասում։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։